Ինչու եք մարդկանց խաբում։ Եվրոպական միությանը միանալու համար 30 տարի է պետք, միայն շշի կափարիչով չէ։ Եկեք միասին հասկանանք, թե ինչ է պետք Եվրոպական միությանը միանալու համար ու որտեղ է Հայաստանը։ 1993 թվականին Եվրոպական միության անդամ երկրները որոշեցին, որ եթե մի երկիր ուզում է միանալ Եվրոպական միությանը, ապա այն պետք է ապացուցի 3 բան։ Դրանցից առաջինը եւ ամենակարևորը քաղաքական չափանիշն է։ Քաղաքական չափանիշը ենթադրում է, որ պետությունը պետք է ունենա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատ ու անկախ մամուլ, ինչպես նաև անկախ դատական համակարգ։ Առանց սրա Եվրոպական միության դռները ոչ մի պետության առաջ չեն բացվում։ Հաջորդը տնտեսական չափանիշն է։ Սա ենթադրում է, որ Եվրոպական միության անդամ դառնալ փորձող ցանկացած պետություն պետք է ունենա կայուն, ազատ շուկայական տնտեսություն, ինչպես նաև այդ երկրի տարածքում գործող բիզնեսները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, որպեսզի կարողանան ԵՄ-ի ներսում մրցել մյուսների հետ։ Հաջորդը իրավական չափանիշն է եւ այն հարցնում է, արդյոք պետությունը իր ներսում ունի իրավական, փորձագիտական կարողություններ Եվրոպական միության 100,000 էջից ավել ձգվող իրավակարգը կիրառելու համար։ Հայաստանը դեռ Եվրոպական միության թեկնածու չէ եւ չի էլ դիմել թեկնածու դառնալու համար։ Հայաստանը այս ճանապարհի դեռ ամենասկզբում է։ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները կարգավորվում են 2017 թվականին կնքած համաձայնագրով։ Կարելի է ասել, որ այս համաձայնագիրը ներառում է նշածս բոլոր էլեմենտները, բացի ազատ առևտրի գոտուց, քանի որ Հայաստանը ինտեգրված է այլ կառույցներում։ Արդեն իսկ առկա համաձայնագիրը, վիզաների ազատականացման համար տարվող քայլերը Հայաստանը արդեն իսկ մոտեցնում են Եվրոպական միությանը։ Հայաստանի կոնտեքստում մենք խոսում ենք ոչ թե Եվրոպական միության անդամ դառնալու, այլ Եվրոպական միության հետ ինտեգրացիայի մասին։ Սա նշանակում է, որ մենք համապատասխանեցնում ենք մեր չափանիշները Եվրոպական միության չափանիշներին։ Եվրոպական միության անդամ դառնալու համար Հայաստանը իրապես դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Սրա համար կարևոր է, որ ոչ միայն պետությունը պատրաստ լինի Եվրոպական միության անդամ դառնալու, այլ նաև այդ պետության քաղաքացիները։ Իսկ ինչ եք կարծում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այսօր պատրաստ են Եվրոպական միության անդամակցությանը։